Այսօր ժամը 18:20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 21 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի եւ շուրջ 1 ժամ անց մեկուսացրել կրակի տարածումը։ Պատկան մարմինները դեռևս չեն նստակեցրել բռնկման բուն պատճառը եւ հասցված նյութական վնասի իրական չափը։ Վաղ առավոտյան ազգային անվտանգության ծառայողները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանին։ Քննչական կոմիտեից մանրամասնել են, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված ՍՎ-ի սպանությունը պատվիրել է Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես պլանավորված համակողմանի ապացուցողական ու վարույթային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱ-ն կնոջը ԷԾ-ին կասկածելով ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվ ՍՎ-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել վերջինիս, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից ԳՀ-ի միջոցով, ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Արգամ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մարդու իրավունքների պաշտպանը քննադատության է ենթարկել քննչական կոմիտեի հրապարակումը Արգամ Աբրահամյանի քրեական վարույթի վերաբերյալ։ Պաշտոնի գրասենյակն արձանագրել է, որ իրավապահ մարմինն անհարկի հանրայնացրել է անձի ընտանեկան կյանքին ու կրոնական համոզմունքներին վերաբերող գերզգայուն տեղեկություններ։ Նման գործելավոճը ոչ միայն խախտում է անմեղության կանխավարկածը, այլև ոտնահարում է մասնավոր կյանքի անձեռնամխելիությունն ու կանանց իրավունքների պաշտպանության սկզբունքները։ Խնդրի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են կատարել քննչական մարմին ձերբակալվածների իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով։ Ես այսօր իդեպ զանգել եմ Ադրբեջանի նախագահին եւ մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարեւորության մասին եւ սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է։ Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այսօրը իրականություն դարձնելու համար եւ այսօրը եւ նախորդ տարվա օգոստոսի 8-ը։ Իդեպ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Հրազդանում կառուցված NVIDIA-ի եւ Firebird ընկերությունների արհեստական բանականության եւ գերհամակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում վարչապետը շնորհակալություն է հայտնել 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման եւ Թրամփի անձնական միջնորդական ջանքերի համար։ Ղեկավարները վերահաստատել են նաեւ TRIP ծրագրի շինարարությունը մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։ TRIP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչնդոտ մուտքով, Ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու արևելք-արևմուտք տրանսպորտային կապերը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։ Նրա խոսքով վերջին 1 տարում TRIP-ի իրականացման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել եւ առաջիկա տարում գործընթացը կշարունակի արագանալ։ Քարլոնը նաեւ նշել է, որ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության շրջանակում կողմերն ընդլայնել են տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով հունիսին ստորագրվել է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում համագործակցության հուշագիր, անցկացվել է տնտեսական երկխոսություն, իսկ ամերիկյան ընկերությունները կնքել են միլիարդավոր դոլարների առևտրային եւ ներդրումային համաձայնագրեր։ Մենք դեռ նոր ենք սկսում աշխատանքը, առջևում դեռ շատ աշխատանք կա, ասել է ամերիկացի դիվանագետը։ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի Ռուսաստանի դեմ որպես գործիք հետաքրքրություն ներկայացնել։ ՌԻԱ Նովոստիի հարցինի պատասխան հայտնել է Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Եվրամիությունն ու ԱՄՆ-ն շահագրգռված չեն Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ։ Մեդվեդևը կարծում է, որ Երևանի արևմուտքի հետ հետագա մերձեցման դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կարող է երկրի համար լուրջ հետևանքների հանգեցնել։ Միջազգային մամուլում տեղեկություններ են շրջանառվում Լիոնել Մեսիի հոր 68-ամյա Խորխե Մեսիի մահվան մասին։ Ըստ այդ հաղորդումների նա կյանքից հեռացել է Ռոսարիոյի բժշկական հաստատություններից մեկում։ Ռուսական հարվածները հիմնականում ուղղված են մեր ժողովրդի առօրյա կյանքը սպասարկող օբյեկտների դեմ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով չկան չվնասված էլեկտրակայաններ, շատ երկաթուղային կայաններ վնասվել են, հիվանդանոցներ, համալսարաններ եւ սովորական քաղաքացիական ձեռնարկություններ ավերվել, հայտնել է նա։ Զելենսկին մեկնել է Սերբիայի երկու երկրների միջև համագործակցային կապերը խորացնելու նպատակով։ Նրան պաշտոնական արարողությամբ դիմավորել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է չգրանցված կրիպտոկետերի ավելի քան 20 աշխատակցի։ Նրանք մեղադրվել են Ռուսաստանի քաղաքացիներից, ուկրաինական զանգերի կենտրոններից խարդախությամբ հափշտակված գումարների օրինականացման եւ կրիպտոարժույթով երկրից դուրսբերման համար։ Հանցավոր սխեմայում որպես գումար հավաքող ցրիչներ ներգրաված են եղել 18-ից 25 տարեկան երիտասարդներ։ Իրանը նավագնացության համար կբացի Հորմուզի նեղուցը բացառապես այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի առաջադրած պայմանները եւ դադարի միջամտել տարածաշրջանային ներքին գործերին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին շեշտել է, որ նեղուցը ոչ միայն տնտեսական ուղի է, այլև Իրանի ռազմավարական հզորության եւ ազդեցության աղբյուր։ Թեև Իրանն ու Օմանը արդեն համաձայնեցրել են նեղուցով անցնող նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները, Իրանի արտգործնախարարությունը շեշտել է, որ դա չի նշանակում նեղուցի անհապաղ բացում։ Այն շարունակում է կախված մնալ բացառապես Վաշինգտոնի գործողություններից եւ Իրան-Օման բանակցություններին ԱՄՆ-ի չմիջամտելուց։ Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Լիբանանի վրա։ Իսրայելի բանակը շարունակում է հարձակումներ գործել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Տահիր շրջանի ուղղությամբ։ Սա տեղի է ունենում Իտալիայում ԱՄՆ դեսպանատանը եռակողմ հանդիպման ֆոնին։ Կողմերը պայմանավորվել են սեպտեմբերին շարունակել բանակցությունները։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հրահանգել է վերացնել բյուրոկրատական խոչընդոտները ու արագացնել կիբերզորքերի արմատական վերափոխման Կիբերքոմ 2 ծրագիրը։ Նա շեշտել է, որ կիբերմասնագետները այլևս ոչ թե պարզապես աջակցող ուժ են, այլ լիարժեք մարտիկներ, առանց որոնց հնարավոր չէ հաղթել ժամանակակից պատերազմներում։ Բացի այդ, հոկտեմբերի 1-ից կներդրվի ֆինանսական խրախուսման նոր համակարգ, առանձնապես բարդ առաջադրանքներ կատարող բարձրակարգ մասնագետներին պահելու եւ մոտիվացնելու նպատակով։ Դոնալդ Թրամփի բարձր ինքնագնահատականը բախվել է իրականությանը հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ լրագրողը հարցրել է, թե դեմոկրատները արդյոք կփորձեն նրան պաշտոնանկ անել, եթե միջանկյալ ընտրություններում վերահսկողություն ստանան ներկայացուցիչների պալատում, Թրամփը փորձել է շրջանցել ուղիղ պատասխանը։ Շատ մարդիկ ասում են, որ ես բոլոր ժամանակների ամենալավ նախագահներից մեկն եմ։ Բայց նրանք այդպես չեն ասում։ Այո, բայց նրանք դա գիտեն, նրանք տեսնում են արդյունքները։ Սպիտակ տան ղեկավարը հակադարձել է, թե դժվար է հավատալ, որ դեմոկրատները կկարողանան իմփիչմենտ սկսել, սակայն դեմոկրատ օրենսդիրները արդեն իսկ ներկայացրել են պաշտոնակության առնվազն 2 բանաձև Թրամփի երկրորդ ժամկետի որոշումների վերաբերյալ, անդրադառնալով տնտեսության եւ Իրանի հետ պատերազմի ֆոնին ամերիկացիների դժգոհություններին։ Թրամփը հերքել է անձամբ իր հասցեին հնչող քննադատությունը, փորձելով մեղքը բարթել իր իսկ ղեկավարած կուսակցության վրա։ Նրանք զայրացած են հանրապետականների վրա, այլ ոչ թե իմ, եզրափակել է նա։ Գերմանիայի Պլաուեն քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով։ Ակցիային մասնակցում է մոտ 10,000 մարդ։ Բացի իշխանափոխությունից, ցուցարարները պահանջում են նվազեցնել գազի ու հոսանքի սակագները, բարեփոխել հանրային հեռարձակման ոլորտը եւ անհապաղ արտաքսել հանցագործություն կատարած անօրինական միգրանտներին։ Ի պատասխան այս ակցիայի քաղաքում անցկացվում են նաեւ ժողովրդավարության պաշտպանությանը ուղղված հակացույցեր։ Իշխանությունը կոչ է արել խուսափել սադրանքներից։ Վերջին սոցհարցումների համաձայն գերմանացիների 85%-ը դժգոհ է Մերցի աշխատանքից։ Նրա գլխավորած դաշինքը զգալիորեն զիջում է առաջատար դիրքերը աջակողմյան ընդդիմությանը։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում 2 աղջիկ ուշանալով ինքնաթիռից վազել են հատուկ պահպանվող թռիչքային դաշտ եւ փորձել ոտքով հասնել ինքնաթիռին։ Արկածախնդիր աղջիկների վազքը արագ ընդհատվել է։ Անվտանգության աշխատակիցները անմիջապես բռնել են նրանց։